Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների տարբերության հետ կապված հայտարարություն էի կարել, բավականին քննադատվեց այդ առումով, ինչ կարող եք ասել, ասում են փորձել է Լևոն Տեր-Պետրոսյանի մաքրելու եւ հնարավոր կոալիցիա են տեսնում ընդդեմ Քոչարյանի։ Ես ասում եմ այնինչ կա քննարկումների դա զավեշտական է, դա ծիծաղելի է, որտեվ նախ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ մեկի կարիքը չունի, եթե անհրաժեշտություն կա մաքրվելու։ Ինչ եք ուզում Լևոն Տեր-Պետրոսյանից, արդեն տևական ժամանակա չկա քաղաքականության մեջ։ 80 տարեկան Աստված ևս մի 10-20 տարի կյանք տա։ Այսինքն, եթե ես նպատակ ունենայի, ցանկություն ունենայի միավորվելու, եթե հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը բազմաթիվ նախաձեռնություններ ա ունեցել, եւ միջև ընտրություններ, եւ ընտրություններից հետո ես կմիանայի։ Այսինքն ես ինչ որ մեկից վախեցել եմ, չեմ միավորվել, ինչի մասին է խոսքը։ Միշտ պետք է լավին լավ ասել, վատին էլ վատ։ Այլ ոչ թե եթե մեկը քեզ մի ժամանակ ինչ որ մի վատ բան ասել, ամբողջ կյանքում նրան վատ ասես։ Ես չունեմ այդ բնավորությունը։ Չունեմ այդ բնավորությունը։ Իդեպ այս թեմայով պարոն Սարգսյան շատ է խոսում, որ դուք Տեր-Պետրոսյանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեք, չնայած որ 2008-ին Տեր-Պետրոսյանը ձեր դեմ էր պայքարում, ինչ ասես ասում էր, քան երկրորդ նախագահի հետ։ Այսա ինչով է պարոնված։ Այս պահին Առհասարակ վերջին շրջանում, վերջին տարիներին։ Վերջին շրջաններից չգիտեմ երբ, ես արդեն քանի տարի է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույնիսկ հեռախոսով չեմ խոսել։ Այդ ով է հնարել։ Եվ հետո ինչու պիտի հակադրել իմ հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իմ հարաբերություններին Ռոբերտ Քոչարյանի հետ կամ մեկ ուրիշի հետ։ Ասում են նույնիսկ աջակցում եք կամ ֆինանսավորում եք իրենց ընտրությունների ընթացքում լավ հարաբերություն, այսպես մամուլում հրապարակումներ եմ հիշում։ Դե գիտեք, ես չգիտեմ դա ով է ասում, ով որ ասում է, երևի ինքը շատ ֆինանսներ ունի, եւ կարող է էլի սենց արձախ ֆինանսները բան անել։ Ես այդ հնարավորությունները չունեմ։ Բայց ասում եմ մեծ թիմ եք պահում։ Դա ասում են։ Բայց պահում եք, չէ՞։ Ասենք ձեզ են ֆինանսավորում, դու էլ ինչ որ թիմում աշխատում։ Ես մեջաբում եմ աշխատում, այդտեղ որ հավակնություն չունեք, թեև նշում եք որ հավակնություն չունեք իշխանության, ամեն դեպքում կոնկրետ շրջանակներ հանրային ակնկալիքներ ունեն ձեզնից, ինչքան էլ կողքից հայտարարեն, թե հարց լուծողներ կան եւ այլն, հենց ուղիղ դեմքերով այդ մարդկանց ակնկալիքները ինչպես պիտի արդարանան։ Այսինքն այդ մարդիկ ինձ համակրում են, որպեսզի ինչ անենք, որպեսզի մենք իշխանություն ունենք, իրենք էլ այդ իշխանությունից օգտվեն։ Չէ, մեզ այդպիսի մարդիկ պետք չեն։ Դրա համար մենք շատ հստակ հայտարարել ենք, որ իշխանություն չենք ուզում։ Պարզ քաղաքացիներ էլ կան, պարոն նախագահ, որոնք ակնկալում են, որ շատ լավ, ես հասկացա, եթե համակրում են, մենք պատրաստ ենք միշտ հանդիպել այդ համակրողների հետ։ Մենք պատրաստ ենք իրենց հետ խոսել, խորհրդակցել, մեր կարծիքն ասել։ Բայց երբ որ այդ համակիրների բանակը շատ մեծ կլինի, այն ժամանակ մենք կառաջարկենք մեր գաղափարակիցներից մեկին, ասենք, որ սիրելի ժողովուրդ, այս մեր գաղափարակիցը կարող է կառավարել այս հանրապետությունը, մենք էլ իրեն ծառա։ Ոչ թե ինչպես այդ ուժեղ խմբակցության պատգամավորներից մեկը ասեց, որ իբր ես ձգտում եմ լինել Հայաստանում Իվանիշվիլի, ինչպես Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին է։ Ու ինչ ուղղակի, ինչ ասեմ, աբսուրդ է, էլի, աբսուրդ։ Այդ նման մարդիկ միշտ արտահայտում են, փորձում են ուրիշին վերագրել, այն ինչ որ իրանց հոգու խորքում է։ Դա ծիծաղելի է դա։ Երբ որ խոսեց համակիրներից, ուզում եմ նաև այն մյուս խմբի մարդկանց կամ քաղաքական գործիչների ասածները ուղղակի հարցնել դրա մասին, տեսեք նաև այսպես են ասում, որ նախկինները, այսինքն Հայաստանի երկրորդ պաշտոնաթող նախագահներն ու գործող իշխանությունը իրար օդու ջրի պես պետք են, որովհետև այդ փոխադարձ վեճի մեջ ամրանում է Նիկոլ Փաշինյանը։ Նաև ասում են ինչու չեն հեռանում դաշտից թե գործողը թե նախկինները, որ նոր ուժեր կան եւ մարդիկ այլընտրանք ունենան։ Հեռանալու ընդհանրապես, որ հանրապետականը ոչ մի process-ի չմասնակցի։ Դրա մասին մտածել եք, պարոն Սարգսյան, օրինակ։ Դրա մասին, որ այդ ասածների մասին, թե հեռանալու մասին։ Երբ որ ես զգամ, որ ես Հայաստանի Հանրապետական կուսակցությանը բեռ եմ, ես վարկյան անգամ չեմ հապաղի։
երբ որ ես տեսնեմ, բայց երբ որ ես ինքս տեսնում եմ, իմ ընկերների վերաբերմունքն եմ տեսնում, ես դա ուղղակի տմարդի արարք կհամարեի, եթե հիմա գնայի մեր տանը նստեի։ Գիտեք, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր համարում են, թե Հայաստանի քաղաքական դաշտը մի մարդատար մեքենա է, էլի, ասինքն մենք նստել ենք այդ մեքենան, այլևս իրանց համար տեղ չկա, ասում են իջեք մենք անք նստենք։ Բայց այս դաշտը ազատ է, թող դրսևորվեն, թող համախոհներ ձեռք բերեն, թող համակիրներ ձեռք բերեն, թող իրանց խելացի խոսքերով մարդկանց գրավեն դեպի իրենց ով է խանգարում։ Եվ այդ ասողներն ովքեր են, ես մի անգամ դրանք անդրադառնամ, էլի ոտի վրա չանդրադառնամ։ Իրանց գնահատականները կտամ։ Ես եմ ձեզ շնորհակալ։